Շնորհակալություն ազգային ժողովի արգելի փոխնախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սա հերթական քայլն է մեր որդեգրած ճանապարհին, որը իրենից ենթադրում է ունենալ մարտունակ ու կարող բանակ, որը նաև կվարձատրվի արժանապատվորեն։ Այսինքն այն շատ վատ վարքագիծը, որ պետությունը տարիներ շարունակ ունեցել է զինված ուժերի նկատմամբ, այն ավճարել գրոշներ զինվորականին ու դրա հետևանքով նաև ինչ որտեղ չկարողանալ դնել են պահանջները, որոնք որ պետք է դրվեն, այդ վարքագծին վերջ ենք տալիս ու փաստ է, որ եթե մենք ասում ենք, որ շարքային պայմանագրայինը ատեստացիան գերազանց հանձնելու դեպքում իսկ դա իրենից ենթադրում է մի քանի քննություն, որը իր բուն պարտականություններն է։ Կրակային պատրաստություն, մասնագիտական պատրաստություն, ֆիզիկական պատրաստություն, եթե չեմ սխալվում, էլ չկար, չէ՞, պարոն Բրուցյան։ Ամեն դեպքում իր պարտականություններից բխող քննությունը գերազանց տալու պայմաններում շարքային պայմանագրայինը կարող է ստանալ 520,000 դրամի կարգի աշխատավարձ, ել չասած, որ որոշակի դեպքերում նույնիսկ դրան կարող են լինել հավելումներ։ Սա կտրուկ տարբերվում է նախկինում մեր ունեցած գործելավոճից, մեր պետության ունեցած գործելավոճից, որը իրենից ենթադրել է, որ շարքային պայմանագրայինը պետք է ստանա միջինացված 150-ից 180,000 դրամ աշխատավարձ, ինչը եղել է աննորմալ, ինչը եղել է անբնական, ինչը եղել է անարդար։ Սա է մեր որդեգրած քաղաքականությունը, սա ճիշտ ճանապարհ է, սա Հայաստանի բանակի մարտունակությունը բարձրացնելուն միտված ճանապարհ է եւ մենք շարժվելու ենք այս ուղղությամբ։ Շնորհակալություն։